Ես կարծում եմ կգնաք ընտրությունների եւ ամենայն հավանականությամբ կպարտվի։ Ինչպես կմեղմի զայրույթը, ումից ներողություն կխնդրի, դա հարցի մյուս կողմն է, այստեղ շատ այլ թեմաներ են առաջ գալու։ Բայց ես մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, որ որևէ մեկի մտքով, ես նկատում եմ adekvat մտահոգ մարդկանց մտքով չանցնի, որ նրա վերարտադրման զորոյական շանսը դեռևս նորմալ մարդկանց հաղթանակն է։ Ոչ։ Դրա համար պետք է լինել շատ գրագետ, շատ ուշադիր, որովհետև բազմաթիվ այլ սցենարներ կան, որ նրա պարտությունը բերելու է նաև բոլորիս պարտությանը։ Ինքը կարող է մեզ բոլորիս պետությունը քարշ տալ իր հետ դեպի պարտություն։ Սա շատ կարևոր է։ Մենք չենք կարող հանգիստ նստել ասել նա ունի զրոյական վարկ, ցածր վարկանիշ, վերարտադրման զրոյական շանս, ուրեմն ամեն ինչ նորմալ է, հանգիստ պատրաստվենք, չի երաշխավորում դա։ Ավելին ասեմ, եթե մի ինչ որ անիրական հրաշքով նա կարողանում է 26 թվականի վերարտադրվել, այն վտանգներ են փլուզումները, որոնք լինելու են, այս ելակետից նույնիսկ դժվար է պատկերացնել։ Այս երկու կետ կառանձնացնեմ, առաջինը հասարակության ներսում գնալու շատ արագ ինքնականդման process, շատ արագ դեգրադացիոն process-ներ է գնալու անհուսության։ Եվ երկրորդ միջազգային հանրությունը իր համար ֆիքսելու է, որ սա պետություն պահելու անունակ ժողովուրդ է։